Այսօր նորանտապանում հանդիպումը նորից նվիրված է տրանսպորտի նախագծումներին։ Մեր հյուրն են ավտոներգրողների միության նախագահ Իլան Հովհաննիսյանը, այլ ավտոներգրողներ եւ այսօր մենք խոսելու ենք ավտոներգրման հետ կապված տեխնիկական եւ վարչական խնդիրներին, որոնք առաջանում են ավտոմեքենաներ ներկրելու հետ կապված։ Պարոն Հովհաննիսյան, ես տեղյակ եմ, որ ուրեմն դուք ունեք որոշակի պահանջներ, դուք համարում եք, որ ձեր նկատմամբ անարդարացի են վերաբերվում պետական մարմինները եւ համապատասխան հայտարարություն եք պատրաստել տարածելու համար։ Համեցեք ներկայացրեք իրավիճակը, մենք հետո կխնդրենք։ Ուրեմն ավտոներգրողների միությանը դիմել է քաղաքացի Կամո Մարության կամոն մեկ ամիս դեռ առաջ, ես այս հարցին ուզում եմ անդրադառնալ։ Ուրեմն որպես քաղաքացի իրեն հարկային մարմինները 2011 թվականին ներկայացրել են երկու ավտոմեքենա, որ ինքը վաճառել է երկու ավտոմեքենա, ինքը ավտոներգրող չէ, նախորդ ասում եմ ձեզ, ինքը սովորական հայ քաղաքացի է, ինքը երկու մեքենա է ներկրել 8 թվականից մինչև 11 թվականը եւ ազնիվ ձևով առու վաճառքները ձևակերպել, առաջի մեքենան դե օրենքով նախատեսված չի հարկման, երկրորդ մեքենան ավելացված արժեքի հարկով է ուրեմն գանձվում 20%։ Երկրորդ մեքենան առու վաճառքը ազնիվ ձևով ինքը ուրեմն հաշվառումից հանել է, գրանցել է 5 միլիոն դրամի չափով։ Տարիներ շարունակ չիմանալով, որ ինքը ձեռնարկատեր է, մեքենա է վաճառել երկրորդ, նրան հրավիրում են հարկային մարմիններ եւ դիտարկելով որպես ապօրինի ձեռնարկատեր երկրորդ մեքենայի համար 5 միլիոն դրամի կիսոր չափով նրան պարտավորություններ են ուրեմն դնում առջև 2.5 միլիոն դրամ սոցվճարներով եկամտի հարկերը ներառյալ մոտ 3 միլիոն դրամի տուգանք են ներկայացնում 3 միլիոն դրամի չափով 2011 թվականին Կամո Մարությանը պարզապես ոնց որ ցանկացած հայ քաղաքացի անակնկալի գալով հետևանքներ է ունենում առողջության այս մարդը հենց հարկային մարմիններում նրանց աշխատասենյակում շտապ օգնությունով ուղարկում են հիվանդանոց եւ 4 միլիոն 200 հազար դրամ միայն սրտի օպերացիայի գումար է վճարել Կամո Մարությանը երկրորդ մեքենան վաճառելու համար եւ առ այսօր նա քաշքշուկների մեջ է նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել պետական եկամուտների քննչական մարմիններում 3 միլիոն դրամի պահանջ են ներկայացրել 2 միլիոն դրամից ավելը դա արդեն քրեական պատասխանատվություն է եւ այս մարդը իր տառապանքները եկել այսօր բարձրաձայնի եւ պահանջի իր պես քաղաքացիների ավտոներգրողների նկատմամբ համաներում այս լկտի օրենքը ես ուրիշ բառ չեմ գտնում ուրեմն հորինվել եւ մշակվել հաստատվել է 2009 թվականին նախկին վարչապետի օրոք եւ գործի է դրվել պետական եկամուտների կոմիտեի կողմից Որ օրենքի մասին ավելացված արժեքի մասին օրենքի վերաբերյալ որ երկրորդ մեքենան վաճառելուց դու պետք է վճարես ավելացված արժեքի հարկ, իսկ եթե մոռանաս կամ չիմանաս ներկայանաս պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմիններ, դու դիտարկվում ես անմիջապես ապօրինի ձեռնարկատեր եւ քո վաճառված երկրորդ դրանից հետո էլ մեքենաների կեսը գանձում են որպես ապօրինի։ Հիմա շատ կներեք հայ քաղաքացիա 3 միլիոն տուգանվել է 4 միլիոն 200 հազարի սրտի օպերացիայի գումար է տվել եւ նրա պես հասկանալի է պարոն մարդիկ կան այսօր քննչական մարմիններում բայց ուրեմն նախորդ կուզենայի որ ձեր խոսքի մեջ պատասխանեիք մի քանի հարցի որ նախորդ տան դուք տեղյակ եք չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի չիմացություն
Կառավարությունը չի ազատում օրենքի կատարումից։ Ես տեղակ չեմ։ Հա, Վերանություն չի մանա։ հա, Ես շատ ներողություն, ես ունեմ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որ ես տան ուսումնասիրում եմ։ Մոտ է, եթե ուզում եք գնա, ես կարող եմ բերեմ։ Միշտ շատ լավ, համեցեք։ բայց որ մի շատ ներողություն, դուք կանք հարցնեք, որ մի քաղաքացին, հասարակ քաղաքացին ուսումնասիրում հարկային օրենսգիրքը, որ մեկը դուք ունեք բարեկամներ հարազատներ, դուք եկեք հարցրեք։ Պարոն Հարությունյան, կարելի է նույն հարցը մենք մեր քաղաքացիներից տանք, որ երկրորդ մեքենայից Ես հիմա ոչ մեկը չի ուսումնասիրում, ես պարզապես օրենքը այնպես է կառուցած, որ մարդ ունենալ ծուղակը։ Հիմա տեսեք, հետո օրենքը ես սա քսելոքս եմ արել 2011 թվականին վերցրել օրենսգրքից, հարկային տեսուչը տվեցին։ Ուրեմն օրենքում ասում է մեկ օրացույցային տարին։ Անգամ նրանք չգիտեն, մեկ օրացույցային տարին ո՞րն է կոչվում։ Մեկ օրացույցային տարին հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ է, մեկ օրացույցային տարի չէ, ոչ թե մեկ տարվա ընթացքում։ Ստեղ են սխալներ արել նկատմամբ, լավ, դա թողենք մի կողմի վրա։ Հիմա ինձ 3 միլիոն տուգ անելուց հետո, սրանից հետո ստեղ գրում է, որ ինձ կանչել են, ես չեմ ներկայացել։ Էսա, Կամո Մարությանի առաջարկով, սակայն Կամո Մարությանը չի հայտնաբերում։ Սուտ է, սենց բան չի եղել։ Ես սրանից մեկ ամիս առաջ հետաքննիչի մոտ հարկային տեսության ինձ քննել է, ես նրան ցուցմունք եմ տվել, ոնց կարող է ինձ չհայտնաբերել։ Այս սուտ արել են իրենք, իվը գործ են սարքել կոպիտ ասած շատ կները։ Պիտի ձերբակալ են այս մարդը։ Ու 3 միլիոն տուգան։ Որոշումը Հիմա շատ չեմ ուզում ձեր բոլորին զբաղացնեմ։ Այս սուտի հիման վրա ինձ 3 միլիոն տուգան կա գրում Արթուր Շահմուրադյան, հիմա ես ասեմ, տեսեք 5 միլիոնից 3, այստեղ էլի ստեր կան սխալներ կան, ոչինչ, դրա լավ, թողենք իրար խղճին։ Հիմա ես մինչև կիսատ չեմ ասում, ես մինչև վերջ ասեմ։ Հարկային տեսուչի մոտ, որտեղ վերջում գրեց ես 3 միլիոն դրամը, ասի Արթուր, ես ինչ արեցիր։ Ոնց 3 միլիոն դրամ, ես տուգանք, ես ինչ, այն ժամանակ 3 միլիոն մոտ 10,000 դոլար, կուրս ուրիշ է, բանի, դոլարի, 11 թվականի սկզբներն էր։ Ասում է ինչ արեցի, հայ ասի ոնց ես արտակի, ինձ ասում է տուն ունես, ոնց ասի տուն չեմ, բայց որ ոզում չեմ աղում, բայց տունը վաճարի հարցերը լուծի սա մեր հարցերը, ոնց, ես դե վադացա, դուս եկան նոր Տիգրանը որ ասեց վադացա, էդորվանց ես դուս եմ եկել եմ, այրան հարցրեք, իրան եթե կանչեք մեկը կամ պետական մամին է կանչի հարցնելու իրան, ես դուս ընկել եմ ինքն է հետո եկել տեսե ընկած, ինձ սարը ջուր ինքն է բերել տվել, որպեսզի մի քիչ խելքս գլուխ կա, բեկած է գնա, էդորվանից ես վադացա, ես առողջ տղամարդ էի, բայց այդ հոգեկան բանից ու անդադ այդ վադացա 2012 թվականի այս օրը ես արդեն հիվանդանոցում ինձ վիրահատել են արդեն 2 օր ես ամսի 8-ին վիրահատեցին։ Այո։ Հեսա համեցեք, հեսա գրել է, կարդացեք։ Միանգամից։ Չէ։ Միանգամից երկրորդ մեքենայի կեսը։ Երկրորդ մեքենային ապօրինի ձեռնարկատիրություն։ Ես միացյալ նահանգներից բերել եմ երկրորդ մեքենան, առաջինն եմ բերել դերից։ Իմ ընտանիքը հարցը եղել վաճառել եմ։ Իսկ ես բերելուց վճարում եմ ավելացած արժեքի հարկը։ Դա նշանակում է, որ ես իրանք ունեմ վաճառեմ։ Եթե ավելացած արժեքի հարկը վերցրել եք ինձանից, ապա ինչ եք ինձ ասում։ Ես ինչ ապօրինի գործունեություն եմ, սա ինչ ապօրինի մասին է։ Ոչ, սիրելիս, ոչ հարգելի չի եկել։ Ես գրել եմ սուտը։ Հիմա ես քննիչի մոտից վերցրել եմ իբր ծանուցման կոպիան, չգիտեմ, սա է, այս է։ Քննիչը հեսա ինձ տվեց, ասում է հեսա, ասի քննիչին ասում եմ Դավիթ ջան, ինչ չեն ուղղակի, ինքը մի հատ հիմա կոպիա էր, ամսը թիվ բռնում, օրը չի բռնում, միտեղ 3-ը, ստեղ 4-ը գրած։ Քննիչը ինչ որ ծանուցում է, իբրից ծանուցում են ուղղակի 2011 թվականին։ Ես կարող եմ ընթերցել, սույն քրեական Ձեր կողմից, հեսա ներողություն, ձեր կողմից չի ներկայացնել 2009-11 թվական ԱՀՀ-ի բարձրացված հաշվարկ։ Համաձայն ԱՀՀ-ի մասին օրենքի 6-րդ հոդվածի հաշվետվություններ չներկայանալը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այսինքն ինձ որ կանչել են, ես չեմ գնա, բայց չեն կանչի ինձ, էլի։ Առաջարկում են սերը ժամկետում ներկայացնել վերը նշված հաշվետվությունը կամ այն չներկայացնելու վերաբերյալ գրավոր բացատրություն։ Ինչ հաշվետվության մասին։
Ես շատ գիտեմ։ Ավելացված արժեքի հարկի մասին։ Ես շատ եմ Ինքը հասկանում։ երկրորդ մեքենայի համար հաշվետվություն չի տվել, դրա համար դու գանում են 20,000 դրամ, որ չես տալի հաշվետվություն։ Եվ պետք է գանձեն ավելացված արժեքի հարկը 5 միլիոն դրամից, բազմապատկած 16.67%։ Բայց ինչ են արել, ասել են ապօրինի ձեռնարկատեր ես դու։ Դու մեքենայի վաճառքներով ես զբաղվում։ Դու պետք է կեսը վճարես։ Գումարած ավելացված արժեքի հարկ, գումարած 20,000 վարչական տուգակ։ Պատկերացնում եք, կարող էր մարդը 20,000 դրամով վերջացնել իր խնդիրները։ Եվ 16.67% վճարել ավելացած արժեքի հարկ, բայց նրան դիտարկել են ապօրինի ձեռնարկատեր։ Մարդը ցեխա դրել։ Քաղաքացիա ինքը ավտոներկրող չէ։ Մենք ավտոներկրողներս տարիներ շարունակ, այսքանից 6 տարի է, այդ օրենքից հետո էր դրանից առաջ էլ նոտարով տարբեր քաղաքացիների անունով ենք ներկրում, որպեսզի խուսափենք այս խայտառակությունից։ Ոնց կարող ես այդքան գումար տալ, չէ՞ մեքենայի վաճառքից։ Ու դրա համար մենք ինչ էինք բացականչում այս վերջերս, որ օրենք տվեք մեզ։ Մենք պատրաստ ենք 1000 քաղաքացիներով ավտոներկրողներով, ասենք 5-ից 10,000 քաղաքացիներով հարկ տալ, հարգելի պետություն, բայց դու եկել ես մեր բոլորիս հարկերը, բռնել ես մի հոգուց ես տանում։ Պատկերացնում եք, 9,000 հոգի չենք վճարում, մի հոգուց որոշել են փող տանել։ Իրա նման 100 հոգուց, որոնք քնչական հիմա մարմիններում տառապում են։ Ավտոներկրողներ 3 միլիոն։ 3 միլիոն 2.5 գումարած հարկ էր անդեսոց, ավելացած արժեքի հարկ։ Ու ինչի են հասցրել այս քաղաքացիները։ Ինչպես։ Դատական գործընթացը սկսել, Չէ, թե արդեն հիմա որոշում են նորից կայացրել քննիչի մոտ, քրեական գործ են, հիմա հայ հակենտեսության քննիչ գործ է, Տիգրանի մոտ, հա։ Հիմա քրեական գործ, հեչից 3 տարի սրոք են, հոտված այն վրա, քաղաքի չբացակալու ստորագրությունով։ Չգիտեմ, ընդ գրած է, շատ եմ հասկանում ես ու։ Սեն վիճակի մեջ է։ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով մեղադրանք Իրենք չգիտեն մեկ Մարությանի Հովհաննես հետո այստեղ մի բան էլ է գրվում շոլավ Հեսա ասեմ սույն քրեական որոշումը սույն քրեական գործով Կամո Հովհաննեսի Մարությանի ներգրավել որպես մեղադրյալ առաջադրելով նրան մեղադրանք քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասի առաջին կետով որի մասին հայտնել նրան Սույն որոշման պատճեն ուղարկել հսկող դատախազին օրինականությունը ստուգելու նպատակով քննչական ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչ դատախազին Հայաստանի Հանրապետության դատախազություն նոր նրանք դատարան նոր այսինքն հաստ գիրք է կազմել իմ համար կանչել ավտո գրողն ով է գնել նրա բարեկամը չեն այսպես անենք հա այստեղ երկու հարց կա իրական այո եկեք այս երկու հարցը իրարից տարանջանենք այո Պարոն Մարությանի հետ կապված հարցը ես ինչքան հասկանում եմ պարզ է քաղաքացին պարզապես երկու ավտոմեքենաներ չիմանալով օրենքը եւ նրա նկատմամբ կիրառվել է ուրեմն ապօրինի ձեռնարկատիրության որոշում եւ տուգանք համապատասխան չափով սա մի հարց է որը պիտի քննարկենք առանձին եւ երկրորդ հարցը դա ավտոներկրողների կողմից առաջարկությունն է Համաներման, ես ես ճիշտ հասկացա, նմանատիպ երևի դեպքերի հետ կապված։ Այս նմանատիպ դեպքերի հետ կապված, պարոն Հովհաննեսյան, ես ձեզ մի այսպիսի հարց ունեմ ու ուզում եմ ճիշտ ասած պատասխանել, որ դուք պատասխանեք։ Տեսեք, ավելացած արժեքի հարկը մտցված է Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես, ցանկացած ձեռնարկատեր, եթե վաճառքի անում, որոշակի պայմանների բավարարման դեպքում առաջանում է ավելացած արժեքի հարկ։ Ես որքան հասկանում եմ պետությունը ավտոներկրողների եւ ընդհանրապես ավտոմեքենաների հետ կապված բացառություն է արել եւ առաջին մեքենան, որը որ ներկրվում հանրապետություն, ազատվել է ավելացած արժեքի հարկից։ Վճարում եք Չէ, առաջինը ազատված է։ Ոնց, վճարում եք Ռաստամոսկի ժամանակ ոնց ազատված։ Մաքսազերծման գումար ես դու վճարում։ Չէ, Բոլոր մեքենաները մաքսազերծում են։ Ավելացած արժեքի հարկ վճարում։ Ավելացած արժեքի հարկ վճարում են։ Դա բոլոր մեքենաները, առաջի, երկրորդ, երրորդ։ Կապ չունի։ Նշանակում է դա վաճառքից հետո պետք է գոյանա, չէ՞։ Իսկ մենք նախորդ վճարում ենք, հետո նախորդ չվերցնեն։ Այլ կա, էլի։ Հետո քանի միլիոն տալիս ենք։ 7 միլիոն գումար են վճարել, հետո հետ տանեմ։ Ես հարցը փորձեմ տալ։
ուզում եմ հասկանալ ավտոներկրումը ինչու Հիմա պետք է լինի առանձնահատուկ, եկեք այդ դեպքում պայքարենք, որպեսզի այդ ավելացած արժեքի հարկի կամ տոկոսադրույքը իջնի, կամ ընդհանրապես դա դուրս գա, որովհետև տեսեք ինչ է ստացվում։ Հիմա նույն բանն էլ երևի պիտի ասենք օրինակ ահույտ ներկրողը, որ առաջի պարտան ասենք թե մարդը համարում է սեփական ազատումակույցից կամ այդպիսի ինչ-որ օրենք էլ կա կարծեմ, որ մարդը իր ունեցվածքն է բերում, երկրորդը երբ որ բերում է, ապա նա պետք է վճարի։ Արդյոք սա ավելի ընդհանուր խնդիր չէ, թե միայն ավտոմեքենաներին է վերաբերում այս խնդիրը։ Դե դա վերաբերվում է ուրեմն եւ սեփականության հետ, այսինքն բնակարանները վաճառելու, սեփականությունը, կահույքը։ Պարզապես ես չեմ ուզում ասենք այս օրենքի մասին խոսել, ես խոսում եմ ավտոներկրողների, որ բոլորը խուսափում են, 99%-ը խուսափում են այդ 20%-ից, որովհետև չունես այդքան շահույթ, ո՞րս կարելի է գրել $10,000 վաճառել եմ, $2,000 վճարել պետությանը։ Դուք հավատում եք, որ մենք 10,000 մեքենայի մեջ աշխատել ենք $5,000, $3,000, որ 2,000-ը տանք պետությանը, դա բացառված է։ $500, 10%-ը դա հաճույք է ավտոներկրողի համար, որ ինքը 10% շահույթ ունենա, 5%, նամանավանդ որ ամբողջ արդեն բոլոր քաղաքացիներն են զբաղվում։ Դուք խոսում եք դրույքաչափի մասին։ Այո, թող իրենք հասկանան, որ ինչքան մարդ որոշեց հարկ վճարի։ Իրանք պարզապես ձերբակալում են մարդկանց եւ բյուջեն այդպիսի ձևով են ուզում լցնել։ Մենք ասում ենք ամոթ է։ Մենք հազարներով ենք, մենք ձեզ ուզում ենք հարկ տալ, հարգելի պետություն։ Խնդրում ենք այս 9 թվականից էլ այս կողմ ենք խնդրում, միջև էտել ենք խնդրել։ Հասկանում եք, չեն կարող մարդիկ օրենք մշակեն, որ մենք հարկ տանք։ Մենք էլ խուսափում ենք, ուրեմն իրանք ինչ պիտի անեն։ Ամբողջ ավտոշուկայի ավտոներկրողներին ձերբակալեն։ Բոլորին։ Փաստորեն այդպես է ստացվում։ 3 տարի հետ գնան, տեսնեն 20-30 մեքենա է բեր։ Դե հիմա պարոն Մարությանից այդ 3 միլիոնը փոկեցին։ Իսկ օրենքի կարծես թե բոլորը տանում են նրան, որ ուրեմն իրանք այդ 3 միլիոնը տանում են փոկելու։ Պարոն Մարությանը չի ասի, բայց ես չիմանալով ընդհանրապես երկրորդ ավտոմեքենան են բերել, ընկել եմ այս կրակի տակ։ Պարոն Հովհաննիսյանը 10 հատ ավտոմեքենա է բերել եւ ամբողջ շուկան։ Իմանալով որ ուրիշի անունով է բերում, այո, բայց ինչի, բայց պարզ եմ խոսում։ Ես պարզ եմ խոսում, ես ուզում եմ պետությունը հասկանա, որ սա ձև չի բյուջեն գումար լցնել։ Դու արդեն մարդուն սպանել ես։ Այս մարդուն բացի դա ինքը ինձ պատմում է, աղանդավորներն են մոտեցել հիվանդանոց, առաջարկել են 4 միլիոն դրամը վճարել, ինքը միայն բարձրանա ուրեմն քարկոցի մեր պետությանը, հետնել Ամերիկա տանեն, դավաճանել ես մարդը դուր չեկել։ Այս մարդը հերոս մարդ է, այս մարդն եկել ասում է, փրկենք մնացածին, փրկենք համաներում, այնտեղ ավտոներկրողներ կան, քաղաքացիներ կան։ Համաներում ո՞նց է պատկերացնում, ով պիտի է անի այդ համաներումը, Կառավարությունը։ Ես գտնում եմ այս համաներումը նախ իրավական տեսանկյունից պետք է մոտեցում լինի կառավարությունը։ Դադարեցնի այս օրենքը եւ մինչեւ եւ այսօր գործող բոլոր քննչական գործերը, որոնք հիմա կան, դե կարող է հարյուրներով են, չեմ կարող ասել։ Շատ չեն, ասենք մի 100 կարող է լինի, որտեղ ամբողջ ազգա բնակչության մեջ այսպիսի մարդկանց բռնում են, տեսնում են չի եկել հաշվետվություն տալի, ժամանակ են շահում։ Ասենք մի 6 ամիս անցավ, բռնեցինք ապօրինի ձեռնարկատեր, արիստեր։ Պատկերացնում եք, ինչ է կատարվում։ Էս է մեր հարկային աշխատողների, տեսուչների, չնայած որ խոսում են, գլուխները կախում են, ամաչում են, դե ես չգիտեմ ես ով այլ է որ անխիղճ մարդ է եղել, Արտուր Հարայսը խոսացել է, բայց քննչական մարմիններում ես այդ խիղճը տեսնում եմ տղերքի աշկերին։ Իրանք էլ են մարդ են, չէ՞, ոնց կարան հիմա այս մարդուն տանեն ձերբակալեն։ Այդ քննիչը մայր ունի, կին ունի, երեխա ունի։ Այդ մարդիկ էլ են ասում, օրենք ենք ուզում, իրանք էլ են ուզում։ Ու ոչ մի քայլ չկա այս ուղղությամբ, պարզապես նախկին վարչապետի օրոք ոչ մի բան դուրս չեկավ։ Պետական եկամուտների կոմիտեի նախարարը, այսօր ֆինանսների նախարարը միայն շեշտում է դա վարչապետի, ուրեմն առաջարկներ այդ ամենը անցյալի վրա։ Ով այս հարցերին լուծում տալի չգիտեմ։
ով այս մարդու 4 միլիոն 200 հազարը մուծելու, բայց էլի չեն վերադարձնելու այս մարդուն։ Ոնց վերականգնեն, դարձրեցին հաշվանդամ։ Պարոն Հովհաննիսյան, այնուամենայնիվ ես մի հատ ուզում եմ, որ դուք փորձեք պատասխանել այդ հարցին։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ համաներումը լավ, ասենք հասկացան քրեական գործերի հետ կապված, ասենք կամ դուրակների հետ կապված։ Ինչպես պիտի լինի, ասենք ներկրվեց մեքենա, ավելացած արժեքի հանձնելու է թե ոչ։ Ուրեմն ասեմ ձեզ, չէ, ասեմ, Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ մենք որ բանակցում ենք, իրենց մոտ կար առաջարկ։ Մինչև 58 միլիոն շրջանառությունը 0% դրույքաչափի գանձում։ 58 միլիոնից մինչև 100 միլիոնը 1%։ Ես այսօր տեղյակ եմ մոտավոր, որ դրան չի համաձայնվել կառավարությունը գնում է ուրեմն շրջանառության հարկ, այսինքն մենք բոլորս դառնալու ենք անաձեռներից, վճարելու ենք տարեկան 60,000 դրամ եկամտային հարկ, որը պատմություն է ներառում քո թոշակի հետ կապված Որպես աշխատավարձ 60,000 դրամ։ Մինչև 10 միլիոն շրջանառությունը լինելու է 0%։ Իմ տեղեկություններով դեռ չի հաստատված։ 10 միլիոնից 30 միլիոնը 1%, դրանից բարձր էլ արդեն չեմ հիշում 2% եւ այլն։ Այսինքն, եթե մենք ավտոներկրողներս վճարենք տարեկան 60,000 դրամ, մինչև 10 միլիոն, այս մարդը 5 միլիոնի է բերել։ Այս մարդը չունի շրջարկ վճարել։ 60,000 տալու է, հանգիստ իր անունով բերելու է, 10 միլիոնից բարձր մինչև 30 միլիոն, դա նշանակում է մի 10-20 մեքենա վաճառես, տարվա ընթացքում հազիվ, շատ էլ լավ բավարարում է, էլի գոհ կլինենք, դա հիմա դա քննարկվում է կառավարությունը, հիմա նույնն է, հիմա նույն խուսափումն է, ես խոսում եմ, իրանք ինձ զանգում, ասում են 3 տարվա մեջ 52 ավտո ես բերել, քեզ կձերբակալենք, ես էլ ասում եմ ձեր ցավը տանեմ, եկեք ավտոշուկա, խնդրեմ, հազարներով քաղաքացիներ ինքպես 52 ավտո ներկրողներ, եկեք ու ձերբակալենք, ազգովի։ Այո, ինձ պետական եկամուտների կոմիտեից արդեն 4-5 ամիս առաջ, մինչև հիմա մատնանշում են, որ ես 52 ավտո եմ ներկրել։ Նոտարով էլի, սրա նրա անունով, բայց ինպես հազարներով կանգնած են արևի տակ ամեն կիրակի, այսինքն իրանք ինչի չեն գալում գործ հարուցեն, ձերբակալեն, որտեղ պիտի ազգովի ձերբակալեն, պատկերացրիք, պիտի գան, մտնեն շուկա, ասեն, դավայ ժողովուրդ, ավտոբուսները լցրեք, բոլորը ձերբակալված եք, բոլորը 30-40 մեքենա եք բերել, ազգովի պիտի տուգանեն, չեն կարում դրա համար, օրենք պիտի փոխվի։ Հենց որ մի մտածեք, որ ես նստած տեղս չունեմ ճնշումներ կամ դեմս ինչ-որ բաներ են ուզում դնեն։ Հասկանում եք, տաղավարել են ուզում խոսան, բայց իրանք միշտ շեղում են դեպի գործ տալու ուղղությունը։ Դա պարզ է մենոց։ Ես մի բան եմ ասեմ, որ դիմել եմ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Խնդրակից դիմը, ես խնդրեցի, որպեսզի ինձ օգնի արդարությունը վերականգնելու համար։ Հետո վերջում է գրեցի ինչ կանել ինձ հալածեն, մեկ այս հայրենիքս չեմ լքելու։ Այդ դիմումը իրանց մոտ է, դիմումի կոպիան գնացել է բան, քննիչական վարչություն, վերջանդես քննիչի մոտ է։ Հիմա քննիչը ստեր գրել է, որ ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետին հասարակական դիմումին հայտնում եմ ձեզ, որ մարտի 5-ին դիմում 30-ին ֆինանսների նախարարություն հանձնարարելիս քննություն առնել դիմում շարադրված հանգամանքներն ու արդյունքների մասին հայտնել ձեզ։ Դիմումս իրանց կոպիան իրանց մոտ է, դիմումս օրիգինալը վարչապետի, չգիտեմ, որ իրանց աշխատակազմում։ Մեր պահանջներն է համաներում։ Հիմա ես խնդրեցի, որ ներեն։ Նոր փոքր ձեռներեցների հետ կապված նոր օրենքի մշակում, տեսնեք։ Բայց ինչ եմ արել, որ ներեն։ Այդ օրենքը, որ մշակվի, մեզ ձեռք է տալի, բայց ես իշքան գիտեմ, վաճառականների միություն կա, որ դիմակայում, մեր դրանց համար էլ ասում են մենք ինչ որ ապրանքները մեզ տալիս են հարուստները, ոչ եմ հաշվը չեն գրանցում բան, ինչ որ հարցեր կա, բայց դա մեծ ձեռք է տալի։ Շրջհարկով մենք կփրկվենք ու կդառնանք հարկատու։ Գոնե արևի տակ կանգնելով 60,000 դրամ պետությանը կտանք, թոշակի գնալուց գոնե կիմանանք 10,000 դրամ չենք վերց ստանալու, 40,000 դրամ կստանանք։ Մենք բոլորս ուզում ենք պետության հետ համագործակցենք։ Պետությունը 23 տարի է ոչ տաքսու հետ համագործակցում, ոչ ավտոներկրողի, ընդհանրապես տրանսպորտի ոլորտի չկա։ Բացարձակ ոչ մուտքում կա, ոչ կա։ Ոչ էլ կարող են որոշում կայացնել։
Այսինքն քմաճուկի Դեր կողմից։ ասած շրջանառության քվոտաներով օրենքի մշակումը դա չի վերաբերվում միայն ավտոմետրոներին։ Այո, բոլորին է վերաբերվում։ Ընդհանրապես, գիտեմ, դες մեզ ձեռք է տալի։ Դա մեզ ձեռք է տալի։ Մենք Բարգավաճ պարոն Մելքումյանի հետ եմ քննարկել։ Հա, մենք ասում ենք տարեկան վճարենք, կամ ամեն մեքենայից վճարենք։ Այստեղ մի քիչ հարցեր կա, մեկը X5 է ծախում, մեկը X6 է ծախում, մեկը Opel է ծախում, ով իշխան վճարի։ Ասենք կարող է մեր հանդեպ մենք դա էլ ասենք չեմ ասենք բացառում, որ որոշվի ամեն մեքենայի համար ինչ որ գումար վճարվի, ըստ իր արժեքի։ Տարեկան վճարում լինի, ոնց որ ասենք Վրաստանում է։ Այնպես որ բացի սրանից ցանկացած ձևի մենք պատրաստ ենք։ Ես դե ասում եմ, վերջում դիմել եմ պարոն վարչապետին, դրանից առաջ դիմել եմ Գագիկ Խաչատրյանին, ստեղա Գագիկ Խաչատրյանի դիմի պատասխանը չկա քննիչի մոտ, բայց վարչապետին արդեն կա։ Հեսա որ դիմել եմ Ինչ պետք է ասեմ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Ինչ չէ, պետք է քեզ օգնի։ օրենքը տենց է որ նախարար, օրենքը իրենք սխալ են իրագործում օրենքը, ստե գրված է մեկ օրացուցային տարում բնակարան, անշարժ գույք, հողամաս եւ այլ, դրանք միասին կապցրել են գյուղատնտեսական գործիքներ բան եւ ավտոմեքենա։ Ավտոմեքենան ես ներկրել եմ դասից, ես վճարել եմ ավելացած արժեքի հարկը։ Իսկ բնակարան հողամաս անշարժ գույքի համար չես դա անշարժ գույքը պարզ է, դասից ներ չես կրում ու ավելացած արժեքի հարկ չես վճարում ախր։ Իսկ ես վճարել եմ նախորդ։ Նշանակում է իրանք ունեն վաճառեմ։ Ճիշտ է նկատում։ Հետո մի բան էլ ասեմ, երկրորդ ամենակարևոր մոմենտներից մեկը։ Նախկինում Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ ավելացած արժեքի հարկի կոմպենսացման Ինքը 5 միլիոնի մեջ ունի վճարած մաքսազերծման տեղ ավելացած արժեքի հարկ։ Վաճառելուց 5 միլիոն դրամի ավելացած արժեքի հարկը գնահատում են, հանում են քո վճարածը ու մնացածը վճարում ես կամ այնքան ես ավել վճարել քո գումարից պակասում է, բայց այս մարդու չեն էլ նայ է, ապորինի ես գնաց 3 միլիոն։ Մի բան էլ հիշեցի, կարող է բան, նախկինում որ մենք ձևակերպում ենք ավտոտեսությունը, արքու վաճառքը, կամ մաքսազերծումից հետո համար բան ենք անում, չէ, ավտոմեքենայի համար։ Ուրեմն պետը, այդ գայի պետը մի հատ ցած թուղթ է տալի, դուք հիշեք լավ, որտեղ գրած էր ավտոմեքենայի մագնիշը, տվյալները, համար, վին-կոդը, բան եւ այլ վերջում իր պեչատի ներքև գրած էր օտարումն արգելվում է։ Այս սպիտակ թղթի վրա հիշում ես։ Օտարումն արգելվում է։ Հետո որացնում էր ամիսներ, գնում ենք այն ժամանակավոր սա տեխանձնագիրը ավտոմեքենայի։ Հետո գնում ենք հիմնական տեխանձնագիրն ենք վերցնում։ Արդեն այս օտարումն արգելվում է բառը ինքս իրան վերանում է։ Նշանակում է ես կարող է վաճառել։ Հասկանում եք ինչա կատարվել։ Հասկանում եք։ Վիճարկում որ դուք կարող եք վաճառել, խնդիրը նա է որ վաճառել ես հաշվետվություն չես տվել։ Բայց դրա համար մարդը հաշվետվություն ես բանյա ստանա, էսա իրան սուր բաների չեն, մեկը չի կանչել ասել, արի ինքեջան հաշվետվություն ես ինչ ես անում, ես մեր երկրի մեջ։ Ես պետության, չգիտեմ, ինչն եմ, ոչ չկողեցի հեռացա։ Ես ուզեի առողջապահության նախարարությանը Եվանդ եմ սամը, ինչպես 2009 թվականին է վաճառքները կատարվել, երկուսը ինձ կանչել են 11 թվականի սկզբներին։ 11 թվականի սկզբներին։ Քննիչից հետո իբր ես չեմ ներկայացել հաշվետվություն, քննիչի մոտ ես քննություն է, հետո քննիչի մոտ ներողություն։ Սամվել Թաթևոսյան, լավ էլ հիշում եմ, անազգանունը։ Ինձ հետո իբր թե կանչել է մաքսայից հարկայինի տեսուչը, ես չեմ ներկայացել հաշվետվություն ներկայացնելու։ Ըստ դրանց բռնեց 3 միլիոն դրես դուրս տուգան, որից ես վատառոջ դարա, չգիտեմ, ես երևի չլքեցի հայրենիքս դրա համար ինձ դրա պատժում են, հա։ Դի ժամանակի լքած լինեի։ Առողջապահություն, քանի մարդիկ են զբաղվել ու վատացել, հիվանդացել կամ մահացել։ Չէ, երկրորդ մեքենա։ Քեզ շատ շնորհակալ եմ։ Առաջինը օգոստո 2009 թվականի որը ցերկա տվյալները չեմ հիշում։ Ո՞վ շեմ, 2009 թվականին։ Բայց այն առաջին